Նիկոլ Փաշինյանը ԵԽԽՎ նստաշրջանում ամենաբարձր ամբիոնից Հայաստանի ընդդիմությանը մեղադրեց ամենամահացու մեղքերի համար։ Նա ԵԽԽՎ ամբիոնը գործածեց ընդդիմությանը ընտրակաշառք բաժանելու, ԶԼՄ-ներն իրենց օգտին գործածելու, ընտրությունների արդյունքները կեղծելու համար։ Սա Հայաստանի պատմության ամենախայտառակ ելույթն էր ԵԽԽՎ ամբիոնից, ասում է Ազգային ժողովի պատգամավոր Էլինար Վարդանյանը։ Փաշինյանը փորձում է խնդրել իրենցից աջակցել իրեն վերարտադրվել եւ մանդատ ստանալ, բայց դրա հետ մեկտեղ այո խայտառակում է Հայաստանի Հանրապետությունը, որովհետեւ ներկայացնում է բոլորովին այլ ժողովրդավարության քողի տակ։ Անկախ ներքին քաղաքական իրավիճակից ու անհաշտություններից Նիկոլ Փաշինյանն իրավունք չուներ հարվածի տակ դնել Հայաստանի առանց այդ էլ ընկած վարկանիշը, ասում է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։ Քաղաքագետն օրինակներով է նշում, թե ովքեր են սովորաբար նման ելույթներ ունեցել եւ ինչ ճակատագրի են արժանացել։ Հիշենք, որ դա ոչ նա նույն ձևով հանդես են գալիս իրան նման գործիչները, ասենք Սանդուի նման նախագահ Մոլդովայի եւ նմանատիպ գործիչներ։ Դա առաջի օրինակը եղավ դեռ խորհրդային ժամանակ Գորբաչովի կողմից, երբ որ ինքը փաստաթի դրսում հանդես էր գալիս որպես դեմոկրատիայի կողմնակից, որը ունի մեծ հակառակորդներ իր երկրի դերում եւ ինքը ակնկալում էր, որ դրսից իրեն աջակցեն, որպեսզի ինքը կարողանա իբր իր պրոգրեսիվ բարեփոխումներն անել։ Փաշինյանն իր ելույթով վստահեցրել է, թե 2018 թվականից հետո Հայաստանում քաղբանտարկյալներ չկան։ Ազգային ժողովի պատգամավորը հիշեցնում է, հայ առաքելական եկեղեցու երկու բարձրաստիճան հոգևորական բանտում են քաղաքական կարծիքն արտահայտելու համար։ Հերքել, որ մինչև 2018 թվականը քաղբանտարկյալներ չէին եղել, դա միամտություն կլինի, բայց այն այլանդակությունը, որ այսօր կատարվում է իրավական համակարգում, մինչև 2018 թվականը չի եղել։ Այո, այս պահին երկու արքեպիսկոպոսներ կալանքի տակ են գտնվում եւ վաղուց մյուս օրը դատարանը կայացնելու է Միքայել արքեպիսկոպոսի վերաբերյալ արդեն դատավճիռ, որոշելու է պատժի տեսակը եւ չափը։ ԵԽԽՎ-ում սա նախադեպ էր, ասում է Ազգային ժողովի նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանը։ Ոչ ոք երբեք Հայաստանի ներքին կյանքը չէր հանրայնացրել միջազգային ամբիոնից։ Նիկոլ Փաշինյանի ելույթը կամ ներկայացումը Եվրոպայի խորհրդում եւս մեկ անգամ հաստատեց, որ Նիկոլ Փաշինյանը այո մտել է նախընտրական փուլ, նա հավաքում է իր համար դիվիդենդներ, որպեսզի այստեղ ներկայացնի, որ նա ունի միջազգային աջակցություն։ Եվ հավատացեք, ես զրուցել եմ Եվրոպայի խորհրդում այն սակավաթիվ իմ գործընկերների հետ, ովքեր պահպանում են սթափությունը, որևէ լավ արձագանք, գոնե այդ մարդկանցից, ովքեր պատկերացնում են այսօր ինչ է այստեղ տեղի ունենում, չեմ լսել։ ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությունը 11 տարի առաջ էր հայտնվել սկանդալի կենտրոնում, բայց այդ ժամանակ պատճառը ընդդիմադիր Զարուհի Փոստանջյանի հարցն էր նախագահ Սերժ Սարգսյանին։ Դուք եղել եք Եվրոպայում վերջերս կազինոյում, քանի որ դուք նաև հայտնի եք հանրությանը որպես խաղամոլ, եւ այնտեղ կորցրել եք 70 միլիոն եվրո։ Ով է վճարել ձեր տեղը այդ կորցրած գումարի համար։ Փոստանջյանի հարցին Սերժ Սարգսյանը պատասխանել էր առանց սկանդալների, բայց հայկական պատվիրակության վերադարձից հետո միջադեպն արժանացել էր քննադատությունների։ Փոստանջյանն այդ տարի անդամակցում էր Ժառանգություն կուսակցությանը, որի ղեկավարը եւս դատապարտել էր Փոստանջյանին նման արարքի համար։ Այո, մենք ունենք չափազանց ծանր վիճակ, չափազանց կեղտոտ սպիտակեղեն, բայց ես գտնում եմ, որ այդ սպիտակեղենը մենք պետք է լվացենք, մաքրենք։ Քաղաքական գործիչները միաբերան պնդում են, սա սեփական իշխանությունը պահելու Փաշինյանի վերջին ջանքերն են։ Նա գիտի, որ Հայաստանում իրեն այլևս չեն վստահում, իշխանությունը պահելու համար մուրացկանություններ անում ԵԽԽՎ ամբիոնից։ Իսկ Նաիրա Կարապետյանին Փաշինյանի ելույթը հիշեցրել է Դիլիջանում իր ընտրազանգվածի առջև ելույթը։ Սեդա Մակարյան, Նոնա Գևորգյան, ABC Media։